Ժամը 13-ն Open Media-ի ուղիղ եթերում Renews լրատվականը շարունակում է իր աշխատանքը մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անինեմ Զաքարյան, շատ բարի օր։ Այսօր առավոտյան ժամը 8-ի դրությամբ փրկարար ծառայության օպերատիվ եւ համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են։ Ներքին գործերի նախարարությունը հատուկ հաղորդագրությամբ կրկին հորդորել է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Մեջբերեմ հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911 կոչ են անում փրկարար ծառայությունից։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 48 հարց, որից չի զեկուցվել 45-ը, եւս 2 հարց գաղտնի է, գեր 3 միլիարդ դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին, պատճառը մայրաքաղաքի բյուջեում առաջացած ճեղքվածքն է։ Տրանսպորտի ուղևորների մասով սպասվում է շուրջ 5.5 միլիարդ դրամի թերհավաքագրում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը նշել է, որ կենսաթոշակառուների համար անկանխիկ գործարքներից հետվճարի չափը կավելանա։ Կառավարությունը ծրագրում փոփոխություններ է նախատեսում։ Հետվճարի ծրագրի գործողության ժամկետը առաջարկում ենք երկարաձգել եւս 1 տարով, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկում է հետվճարի հաշվարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո կատարված անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել եւ սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ Բողոքները հիմնականում դրանից են։ Ասում են մենք գնում ենք քարտով, մեզ ասում են ապարատը չի աշխատում, լույս չկա, չգիտեմ, եւ այդպես շարունակ, թեև դա դրդում է այնուամենայնիվ, որտեղ մենք թվերը տեսնում ենք աճի եւ շրջանառության աճի եւ մարդկանց աճի, բայց մենք էլ մեր կողմից մի քիչ աջակցենք, որ process-ները ավելի սահուն ընթանան։ Կառավարությունը նաև հավանություն է տվել օրինագծին, որով պարտադիր զինծառայությունից տարկետման նոր համակարգ է սահմանվում, ըստ նախագծի զորակոչից տարկետում կտրամադրվի Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին 5 տասնյակում ընդգրկված բուհերում սովորող Հայաստանի քաղաքացիներին։ Ինչպես նշվում է հիմնավորման մեջ, նպատակն է հնարավորություն ստեղծել աշխարհի լավագույն համալսարաններում կրթություն ստացած երիտասարդների գիտելիքները Հայաստանի գիտության, տնտեսության եւ այլ ոլորտներում օգտագործելու համար։ Նախատեսվում է, որ տարկետում ստացած եւ ուսումն ավարտած քաղաքացիները պարտավորություն կունենան վերադառնալ Հայաստան եւ աշխատել կառավարության սահմանած ոլորտում եւ վայրում։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հավաքվել են Բիշքեկում մասնակցելու կազմակերպության գագաթնաժողովին։ Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Տաջիկստանի նախագահներին դիմավորել է Ղրղստանի նախագահ Սադիր Ջապարովը։ Նախորդին Վլադիմիր Պուտինը հանդիպել է Բելարուսի եւ Ղրղստանի գործընկերներ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Սադիր Ջապարովի հետ, իդեպ Ռուսաստանի նախագահը Ղրղստան կատարած այցի ժամանակ փորձել է նվագել Կենտրոնական Ասիայի ավանդական երաժշտական գործիք Գյումուզ։ Կրեմլի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Պուտինը վերցնում Գյումուզը եւ փորձում նվագել միաժամանակ մասնագետից հարցնելով գործիքը նվագելու ճիշտ եղանակի մասին։ ՀԱՊԿ երկրների ղեկավարների Բիշքեկյան հանդիպմանը Հայաստանը չի մասնակցում։ Արտաքին գործերի փոխնախարարի խոսքով ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց գերատեսչության օրակարգում չկա, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ ղեկավարների հանդիպմանը, բայց եւ չի խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Մինչդեռ նույն օրը ազգային ժողովի նախագահը հայտարարում է մեջբերեմ ՀԱՊԿ-ից փաստացի դուրս եկած ենք։ Հիշեցնեմ միայն, որ երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը, իսկ մյուս բոլոր հայտարարություններն, այդ թվում պատգամավորների հնչեցրած, համարվում են ընդհանրակարծիք եւ ոչ ավելին։ Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալ-չգալու խնդրին, ասել, որ նման հարց արտաքին գերատեսչության օրակարգում չկա։ Սաֆարյանը հավելեց, ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց եւ չի խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին, ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք։ Մինչդեռ ազգային ժողովի նախագահը արձագանքելով լրագրողների ճշտող հարցին ասել է, թե ՀԱՊԿ-ից փաստացի դուրս եկած ենք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Բիշքեկում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ըստ նրա, մեր երկրի ներկայացուցիչները հանդիպման ժամանակ համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը դեմ չեն։ Գագաթնաժողովին նախատեսվում է կազմակերպության նախագահությունը Ռուսաստանին փոխանցելը, որը փաստացի տեղի կունենա 2026-ի հունվարի 1-ից։ Դեռ 2024-ի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն տարվա մարտին չբացառեց, որ Հայաստանը կարող է դուրս գալ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ-ն չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին։ Մենք խնդրում ենք, ակնկալում ենք, նաև պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ը մեր հարգելի գործընկերները ՀԱՊԿ-ի պատասխանեն մի հարցի, որն է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում։ ՀԱՊԿ-ն պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Դրանից հետո արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի իր բաժին ֆինանսավորմանը։ Հայաստանը ձեռնպահ կմնա հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024 թվականի բյուջեի մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց։ Հայաստանը չի մասնակցի նաև դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը, միաժամանակ չառարկելով տվյալ որոշման սահմանափակ ձևաչափով ընդունմանը։ Փաշինյանը նախորդ տարվա հունիսի 14-ին ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ քայլը ՀԱՊԿ-ից դուրս գալն է, իսկ ավելի ուշ ընդգծեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Դրա խոսքով կազմակերպությունը նույնիսկ սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում։ Հակառակը կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մերի Դանիելյան, Open Media։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել նախագահ Էրդողանի գլխավորությամբ։ CNN Թուրքի փոխանցմամբ այլ հարցերի շարքում քննարկվել են նաև երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները։ Նշվում է, որ հաստատվել է Թուրքիայի կամքը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու եւ զարգացում ապահովելու հարցում։ Վերջին օրերին ակտիվացել են հայ-թուրքական թեմաները, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բաց հայտարարեց, թե երբ կարգավորեն հարաբերությունները, կբացեն սահմանը, որ ամեն ինչ կապված է Ադրբեջանի հետ եւ այլն։ Այս առիթով մեր ֆրանսալեզու թողարկումների հեղինակ Հասմիկ Առաքելյանին Ֆրանսիայում ապաստանած թուրք մտավորական Ահմեդ Ինսելը ներկայացրել է թուրքական պետության իրական ձգտումները հայկական հարցում, նաեւ պնդել, որ նախորդ տասնամյակների ֆոնին Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աճ է դիտարկել։ Özür diliyorum, հայեր ներեք մեզ արշավը 17 տարի առաջ Թուրքիայի ներքաղաքական կյանքը ցնցեց եւ հայոց ցեղասպանության մասին գրեթե 1 դար լռությունից հետո թուրք մտավորականները ոչ միայն խոսեցին, այլև հրապարակավ ստորագրահավաք անցկացրին, որով ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել կանխել հայոց մեծ եղեռնը։ Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից։ Այս տեքստի եւ քարոզարշավի հեղինակները Թուրքիայի առաջատար հրատարակչություններից Իլեշի թիմի համահիմնադիր պրոֆեսոր Ահմեդ Ինսելն էր, լրագրող Չենգիզ Ակթարը, պրոֆեսոր Բասքն Օրանը եւ Ագոսի լրագրող Ալի Բայրամօղլուն։ Ընդամենը մի քանի օրում ավելի քան 32,000 թուրք իր ստորագրությունը դրեց այս խնդրագրի տակ եւ առերեսվեց սեփական պատմության սև էջերին։ Ահմեդ Ինսելն ասում է, սրանով իրենք նաեւ ներողություն էին խնդրում, որ չեն կարողացել պաշտպանել Հրանտ Դինքին։ Ամենից շատ մեզ մոտիվացրել էր դրանից 1 տարի առաջ մեր ընկերոջ Հրանտ Դինքի սպանությունը։ Մեզ համար դա իր տեսակով յուրատեսակ պարտք էր Հրանտի հիշատակի առջև, որ շարունակեինք Հրանտի սկսած գործը, որով նա զբաղվում էր տասնամյակից ավելի։ Նպատակն էր նախ բարձրաձայնել հայոց ցեղասպանության հարցի մասին, բայց միևնույն ժամանակ երկխոսություն ստեղծել, որպեսզի ցեղասպանության ճանաչումը տեղի ունենա գիտակցման, այլ ոչ թե պարզապես փաստի արձանագրման միջոցով։ Իսկ մինչ այդ 90-ականներից երիտասարդ պատմաբաններն արդեն սկսել էին վերլուծել հայերի ջարդերը
հարցերը, ավելի ու ավելի հաճախ օգտագործելով ցեղասպանություն հասկացությունը։ Եվ դա միայն 1915-ը չէր, խոսվում էր նաև 1955-ի ջարդերի մասին, որոնցով գնացին հույները, հայերը, հրեաները։ Այսինքն մենք գտնվում էինք մի ժամանակաշրջանում, երբ առերեսվում էինք Թուրքիայի Հանրապետության վերջին 100 տարվա պատմության հետ։ Ոչ միայն հայերի ցեղասպանության, այլև փոքրամասնությունների կամ ձախակողմյանների դեմ կիրառված բազմաթիվ բռնությունների փաստերին, հատկապես 1980-ի հեղաշրջումից հետո։ Ինսելը քեմալական եւ մուսուլմանական ընտանիքից է, հասակ է առել Ստամբուլի Կուրտուլուշ բազմազգ թաղամասում, հայերի հետ կողք կողքի։ Էրդողանի վարած քաղաքականության խիստ քննադատներից է։ Համոզված է, առաջիկա 100 տարում եւս Թուրքիան չի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Իր գրած Էրդողանի նոր Թուրքիան գրքի առանցքում Թուրքիայի ժողովրդավարության հարցն է, որը նա կապում է հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի հետ։ Այս չճանաչելը բռնության այս ժխտումը ներառյալ հայոց ցեղասպանության, բայց նաև հույն եւ հրեա փոքրամասնությունների դեմ տարբեր մասշտաբի ճնշումները 1938-ին ալևիների կոտորածը, Դերսիմի ջարդերը հանգեցնում են նրան, որ այդ հիշողությունների ժխտման պատճառով թուրք հասարակության երևակայության մեջ մշտապես բռնության բռնկման հակում կա։ Կարելի ասել սրանով քնեցրած բռնարարը կարող է արթնանալ, այսինքն այն ինչ ճնշվում է, պարբերաբար վերադառնում է տարբեր մակարդակներում, սոցիալական հարաբերություններում, առօրյա կյանքի շփումներում, միջանձնային հարաբերություններում եւ այլն։ Հետևաբար ժողովրդավարացումը խղճի ազատությունն է։ Խոսքի ազատությունը թույլ է տալիս։ Ինչպես տեսանք 2000-ականներին, երբ Թուրքիայում սկսեցին քննարկել, բացատրել, գրքեր հրատարակել ցեղասպանության եւ բռնությունների թեմայով։ Ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերի իշատակի ոգեշնչման արարողություններ իրականացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, մարդկանց իրազեկել, քննարկել եւ գիտակցել տեղի ունեցածը։ Սա մեր ունեցած միակ զենքն է։ Ժողովրդավարության եւ հայոց ցեղասպանության ճանաչման միջև կապը հենց սա է։ Սորբոնի համալսարանի նախկին պրոռեկտորն ու Ստամբուլի Գալաթասարայի համալսարանի պրոֆեսորը կասկածում է, որ առաջիկայում հայ-թուրքական սահմանը կբացվի։ Կարծում է, այս հարցում Ադրբեջանն է ճնշում գործադրում Թուրքիայի վրա։ Ու թեև պաշտոնական Երևանն ու Բաքուն կարծես խաղաղության պայմանագիրը ստորագրելու ճանապարհին են, բայց Ադրբեջանը դեռևս այլ պահանջների խաղաքարտեր ունի։ Թուրքիան չի գնա հարաբերությունների կարգավորման, եթե Ադրբեջանն իր համաձայնությունը չտա։ Մի հանգամանք կա, որի վրա հարկավոր է ուշադրություն դարձնել։ Ադրբեջանը Թուրքիայի վրա մեծ ազդեցություն ունի իր նավթով, եւ ներկայիս իրավիճակում, երբ Թուրքիան հարկադրված է Իրանից գազ չգնել, Ռուսաստանից նավթ չգնել, Ադրբեջանը այս տեսակետից ուժեղ է։ Էրդողանը պրագմատիկ է արտաքին քաղաքականության մեջ, թեև դեսպոտ է իր երկրի ներսում, պրագմատիկ, որը կարող է երկու իրարամերժ բան անել՝ մեղադրել Իսրայելին, բայց շարունակել առևտուր անել։ Այս առումով գուցե Թուրքիան Հայաստանի համար մի պատուհան բացի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվի։ Թուրքիան շահագրգռված է եւ կարող է դրդել Հայաստանին եւ Ադրբեջանին բացել Զանգեզուրի միջանցքը, որ Նախիջևանն ուղիղ կապ ունենա Ադրբեջանի հետ։ Երեք երկրների միջև եղած դիվանագիտական վերջին թարմացումներին մանրամասն չեմ տիրապետում, որ ավելին ասեմ այս մասով։ Մի բան հստակ է, Ահմեդ Ինսելը շեշտում է, 2000-ականների սկզբին իրենց նվաճած դիրքերից նահանջել է Թուրքիայի հայամետ հասարակությունը։ Այլևս չեն կարողանում հրապարակային միջոցառումներ կազմակերպել, հանրահավաք իրականացնել Թաքսիմ հրապարակում, ինչպես դա արել են 2008-ից 2016 թվականներին։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Կոստանդնուպոլսի հայոց Սահակ II պատրիարքը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնել է Անկարա։ Հայոց պատրիարքության հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր Թուրքիայի ժամանում Հռոմի Լևոն 14-րդ պապը, որի առաջին կանգառն Անկարայում է։ Նույն օրը հանրապետության նախագահն ի պատիվ նորին սրբության ընդունելություն է կազմակերպելու, որին հրավիրել է նաև նորին ամենապատվությանը։ Հացահատիկային համաձայնագրի ժամանակն անցել է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, պատասխանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հացահատիկի միջանցքի համաձայնագրի երկարաձգման հարցը Մոսկվայի քննարկելու մտադրության մասին հարցին։ Հացահատիկի գործարքն ըստ ամենայնի անցյալում է մնացել, իհարկե կա այն գիտակցումը, որ պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ են գործուն աշխատունակ ջանքեր։ Նույն Եվրամիությունը, որը պարծենում է բազմաթիվ միջազգային հարցերի նկատմամբ իր քվազի հումանիտար մոտեցմամբ, ըստ էության պարզապես խափանել է մի շարք համաձայնագրերի իրականացումը, որոնք կնպաստեին սննդամթերքի շուկաներում իրավիճակի կայունացմանը եւ ամենակարևորը, որ հնարավորություն կտային այդ երկրներում բնակվող երկրներին եւ մարդկանց մատչելի գներով պարեն այն ձեռք բերել Ռուսաստանից, նշել է ռուս դիվանագետը։
Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում դադարեցնելու ջանքերը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ուշադրության կենտրոնում պետք է լինի այն, թե ինչ զիջումների կդիմի ռուսական կողմը։ Նրա խոսքով պատերազմն ավարտին հասցնելու ցանկացած խաղաղ համաձայնություն պետք է պարտավորություններ սահմանի ագրեսորի նկատմամբ, այլ ոչ թե զոհի, որպեսզի վերջին ապագայում խուսափի նոր ներխուժումից։ Ուշագրավ է, որ այս պահանջները հնչում են մի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն առանց Եվրոպայի քննարկում են Ուկրաինայում պատերազմն ավարտելու պայմանները, Սպիտակ տունը մշակում է համաձայնագիր և այն գրեթե պարտադրում Կիևին։ Միջազգային լրահոսի բոլոր կարևոր իրադարձությունների մասին մեկ տեսաշարով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ավելի քան 140 էներգետիկ և տրանսպորտային օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների մասին, իսկ ուկրաինական ուժերը գրոհել են Չեբոքսարիայում գտնվող ռուսական ռազմական գործարանը, որն արտադրում էր հրթիռային բաղադրիչներ։ Ռազմաճակատում իրավիճակը շարունակում է լարված մնալ, հատկապես Պոկրովսկում, որտեղից ուկրաինական հատուկ ջոկատայինները տեսանյութեր են հրապարակել, հակադարձելով քաղաքի որոշ թաղամասերի գրավման մասին ռուսական պնդումներին։ Միևնույն ժամանակ Ուկրաինան հարվածներ է հասցրել Զապորոժիեի և Մարիուպոլի ուղղությամբ ռուսական հրամանատարական կետերին և զենիթահրթիռային համակարգերին։ Համառ դիմադրությանը զուգահեռ ուկրաինացի հրամանատարները նշում են զինվորների պակասի մասին, ինչը դժվարեցնում է ռուսական ուժերի շարունակական ճնշումների կասեցումը։ Հոնկոնգի Տայպո շրջանի բնակելի համալիրում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 55 մարդ, 279-ը ստացել են մարմնական վնասվածքներ։ Չինաստանի նախագահ Սին Ցինփինի հանձնարարականով և տեղական իշխանությունների համակարգմամբ իրականացվում են լայնածավալ փրկարարական աշխատանքներ, իսկ ոստիկանությունը ձերբակալել է 3 կասկածյալի ոչ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Թեև հինգշաբթի առավոտվա դրությամբ կրակը հիմնականում վերահսկողության տակ է առնվել, հարյուրավոր հրշեջներ և կամավորներ շարունակում են օգնություն ցուցաբերել տուժածներին։ Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության ընդլայնման և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքների ֆոնին Կարակասը փորձում է ցուցադրել երկրի կայունությունը և դատապարտում է ամերիկյան պատժամիջոցները։ Չնայած Վաշինգտոնը մեծացնում է ճնշումը և տարածաշրջան է ուղարկել ռազմանավեր, երկու առաջնորդներն էլ անսպասելիորեն հնարավոր երկխոսության պատրաստակամություն են հայտնել։ Դոնալդ Թրամփը չի բացառել Մադուրոյի հետ հանդիպումը։ Վենեսուելայի առաջնորդը հայտարարել է, որ բաց է դեմ առ դեմ բանակցությունների համար։ Սպիտակ տան մերձակայքում տեղի ունեցած թիրախավորված հարձակման հետևանքով զոհվել է Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի 2 զինծառայող, որը դարանակալել էր պարեկներին և փոխհրաձգության ընթացքում ստացել էր հրաձենային վնասվածքներ։ Միջադեպի պատճառով Սպիտակ տունը ժամանակավորապես անցել է արգելափակման ռեժիմի։ Նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ պահին գտնվում էր Ֆլորիդայում, հանցագործին անվանել է կենդանի և խոստացել խիստ պատասխանատվություն։ Թեև հարձակման դրդապատճառները դեռևս հստակ չեն, իշխանությունները հայտնել են, որ կասկածյալը հավանաբար գործել է միայնակ, թիրախավորելով քաղաքում անցավորության դեմ պայքարի շրջանակներում տեղակայված զորքերին։ Գվինեա-Բիսաում զինվորականների խումբը նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից 1 օր առաջ զավթել է իշխանությունը և տապալել գործող նախագահ Ումարո Սիսոկո Էմբալոյին։ Զինվորականները հայտարարել են կարգ ու կանոնի վերականգնման բարձրագույն ռազմական հրամանատարության ստեղծման մասին, կասեցնելով ընտրական գործընթացը, փակելով սահմանները և սահմանելով պարետային ժամ։ Ըստ ապստամբների հեղաշրջումն իրականացվել է ընտրությունների արդյունքների կեղծումը և քաղաքական գործիչների ու թմրաբարոնների ծրագրած ապակայունացումը կանխելու նպատակով։ Լիբանանը և Կիպրոսը ստորագրել են ծովային սահմանների զատման կարևոր համաձայնագիր, հույս ունենալով, որ գազի ապակա արդյունահանումը կօգնի հաղթահարել երկրի ծանր տնտեսական ճգնաժամը։ Զուգահեռաբար երկիրը պատրաստվում է Հռոմի պապ Լեոն 14-ի այցին, որը մտադիր է խաղաղության և միասնության ուղեր սղել տարածաշրջանին և համաշխարհային ուշադրություն հրավիրել Լիբանանի խնդրի վրա։ Դավիթ Գենջոյան, Free Open Media։ Հունաստանի Օլիմպիայում կայացել է օլիմպիական կրակի վարման արարողությունը 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ։ Դրանք տեղի են ունենալու Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիրսթի Քովենթրին անորոշ պատասխան է տվել ձմեռային խաղերին ռուսաստանցի մարզիկների մասնակցության վերաբերյալ։ Մեջբերեմ պետք է սպասել ու տեսնել, թե ինչ կլինի, ասել է նա, թերևս նկատի ունենալով, որ մինչև այդ խաղաղության համաձայնագիր կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Ռուսաստանի մարզիկներն ու հավաքականները մեկուսացված են գրեթե բոլոր միջազգային մրցումներից, մասնակցելու դեպքում էլ պետք է հանդես գան չեզոք դրոշի ներքո։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ մեզ կարող եք գտնել սոցիալական բոլոր հարթակներում, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, հրաժեշտ չեմ տալիս ձեզ, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։